2 օր առաջ ջուրը ստեղայել է։ Այստեղ 2 օր նորից էլա, բայց ներքևում խնդրեմ եկեք ցույց տամ։ Ծառերը մահանում են ջրի պատճառով։ Ջուրը կանգնած է, այս մարդը տարիներով տանջվել է, որ էսի դարձրել է բերքատու ծառ։ Մի ծառը բերքատվության հասցնելը շատ դժվար է։ Ես այնտեղ ցույց կտամ, որ ինչ քանի տարի է ես տնկում եմ, ու այդ ծառերը միշտ չի որ կպնում են, միշտ չի որ դառնում են ծառ, իսկ հիմա չորանում են։ Խնդրեմ, ստեղ էլա չորանում դեղա։ Դիմել ենք բոլոր ատյաններին, սկսած բնապահպանության եւ փրկարար ծառայության մոնիտորինգային կենտրոն, որից հետո ուղարկեցին կառավարություն։ Այնտեղ ինչ որ բաժին կա, ես չգիտեմ ճիշտն ասած, եկան, նայեցին տեղում, ուսումնասիրեցին, ասում եմ, ինչ եք ուսումնասիրում, բա մենք պետք է տանենք կողմնորոշվենք, տնանք բողոքը ուր ուղարկենք։ Ասի, բա որ մենք խեղդվենք մինչև ձեր բողոքը ուղարկելը։ Երբ է դա եղել։ Այդ եղել է անցած ամսի սկզբին։ Այս ամսվա անցած ամսի վերջին, ճիշտը որ ասենք, հունիսի 5-ից ջուրը բարձրացել է այդ իմ սկզբից ցույց տված տեղը։ Հիմա մի քիչ չէ, բայց էլի ճահիճը կայնած է ծառերի տակը, խոնավություններ ամբողջ հողամասն է։ Մենք կորցրել ենք ամբողջ տարվա բերքը։ Կառավարությանը հիմա դիմել եմ, որ որտեղ դիմել ենք տերկայնող չկա, վերջի ատյանը էլեկտրոնային փոստով ուղարկել եմ նամակ Փաշինյանին, որ միջոցներ ձեռնարկի։ Խնդրում ենք ձեր օգնության կարիք ունենք մենք։ Մենք ձեր ընտրողն ենք, մենք մարդկային արժեք ենք այս պետության մեջ եւ մեր պետության կողքին կանգնած ենք։ Ուրեմն ինքը պարտավոր է մեզ օգնի, հասնի օգնության այս օրասական պահին։ Քանի մենք չենք խեղդվել։ Ինչն է պատճառը, որ գետը հունից դուրս է գալիս, վարարում է։ Հիմնական պատճառներից չեմ կարող ասեմ հիմնական պատճառ, կարամ ասեմ պատճառներ։ Ուրեմն այդ կամուրջը, որ կառուցել են 8-ից 10 մետր նեղացրել են գետի հունը։ Գետը աղտոտված է։ 4-5 ավազի հանք ավազ են լվում, այդ կեղտը ուղարկում են դեպի գետը։ Գետն էլ պարարտ հող է բուսականության աճելու համար։ Աճում է գամիշը, մամուռը, ինչ որ է, եւ խցանում է գետի հունը։ Այդքան պատճառ, մի պատճառ չի, շատ պատճառներ կա։ Հիմա դուք ձեր այգու բերքով ապրում եք, ձեր ապրոստի միջոցն է նա։ Այո, իհարկե։ Ինչ եք անելու, ինչով եք ապրելու։ Դե թոշակով յոլա կետանք, միջև մեր կառավարությունը երևի կօգնի, օգնության դիմում ենք տալու վաղը։ Պատրաստ արդեն դիմումը, գյուղացիներով պետք է ստորագրենք, որ ներկայացնեմ համայնքի ղեկավարին ու մի հատ էլ պատճեն ուղարկեմ նախարարի բան։ Բայց իրանք չեն եկել, նույնիսկ չեն գույքագրել, չեն Ոչ մեկը չեք, ես խնդրում եմ մեծ այդ հանձնաժողովը, որ գա, կազմեն հանձնաժողով, գա գույքագրեն։ Ես այդ եմ մեր բնակիչների անունից խնդրում ենք։ Իսկ որտեղ եք արտահանում ձեր բերքը արտահանում եք, որտեղ եք իրացնում։ Շուկա, Մեհմանդարի շուկա։ Այնտեղ եք։ Հա։ Մթերային շուկա։ Ռուսաստան չեք տարել։ Չէ, մենք չենք տարել, դե տանողները ժամանակահեղը եկել են տնից, հավաքել են, տարել են։ Մենք չենք տարել։ Հիմա որ եվրոպական շուկա են ուզում բացեն, ինչ Ավելի լավ։ Ես 2-0 շատ եմ հավատում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ գյուղացին անորակ մթերք է արտադրում, դրա համար Ռուսաստանը չի ընդունում։ Ոնց եք վերաբերվում։ Շատ վատ։ Փաշինյանն իրավունք չունի նման հայտարարություն անելու։ Ոչ մեկը իրան գյուղացուանից իրավունք չի տվել։ Փաշինյանը կրկնում է Պուտինի խոսքերը։ Այսինքն ձեր արտադրանքը, ձեր գյուղմթերքը որակյալ է եւ փաստորեն։ Այդքան որակը ես չեմ կարող ասեմ, ես լաբորատորիա չեմ։ Բայց ես կարամ ասեմ, որ այդքան մեր ժողովուրդը կերել է, մեկը չի մեռել։ Մենք Նիկոլ Փաշինյանից շատ մեծ ակնկալիքներ ունեմ։ Ես իր հետ քայլել եմ, իրան դարձրել եմ վարչապետ։ Հիմա էլ խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ գա իր ընտրողների կողքին կայնի։ Չգծի սրա նրա վրա, մարզպետի վրա, գյուղապետի վրա, քաղաքաշինության վրա։ Սա արտակարգ իրավիճակ է։ Սա չի սպասում։ Հետևանքները անդարձ են ելնելու։